Խաղացուն սիրելի քրիստոնյա, Աստված օրհնա քեզ։ Նայեք մի հրաշալի Սաղմոս 146-րդ Սաղմոսն ասում է. Ալիլույա, օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, իմ ներսս, իմ հոգիս, իմ անձս թող օրհնա Տիրոջը։ Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում եմ, իմ Աստծուն Սաղմոս կասեմ, քանի որ կամ, իմ Աստծուն Սաղմոս կասեմ, քանի որ կամ, մի հուսակ իշխաններին, մարդի որդին, որի մոտ փրկություն չկա, նրա հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները, երանի նրան, որի օգնականը Աստվածն է, որ նրա հույսը իր Աստծու վրա է, որ ստեղծեց երկինք եւ երկիր ծով եւ նրանց մեջ ամեն եղածը, որ հավատարմություն է պահում հավիտյան, որ իրավունք է անում զրկվածներին եւ հաց տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բանում է կույրի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդաներին, Տերը պահում է պանդուխներին, նա ընդունում է որբերին եւ որբևայիներին, բայց ամբարիշների ճանապարհը եւ ծռում է եւ ծռած են արդեն։ Տերը կթակավորի հավիտյան քո Աստվածը, կթակավորի հավիտյան ազգից ազգ, ամին, ալելույա, փառք Տիրոջը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, քրիստոնյան Աստծո զավակը պետք է իր հույսը տնա Տիրոջ վրեն, իր ապավենը պետք է լինի Տերը, իր փրկությունը, իր ողորմողը պետք է Տերը լինի, ասում է մի հուսակ իշխանների վրա, մի հուսակ իշխանների վրա, ժողովուրդ ջան, իշխանները ձեզ երբեք ոչ մի լավ ճանապարհների մեջ չեն տանի, մարդի որդի վրա, որի մոտ փրկություն չկա, ինքը անգամ փրկված չէ, իրա մոտը փրկություն չկա, նրա հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները, նրա մարդկային իմաստությունը, նրա ունեցվածքը, ինչ որ ինքը ունի, ինչ որ կուտակերա, ինչ որ կարա խոսա, ինչ որ կարա խորհուրդ տա, ինչով որ կարա քեզ օգնա, նույն օրը նրա այդ բոլոր խորհուրդները կկորչեն, ինքը հող կդառնա։ Դրա համար ասում է Տիրոջը օրհնիր իմ կյանքում եւ Սաղմոս կասեմ, քանի որ կամ, որ Տերն է իրավունք անում զրկվածներին, Տերն է հաց տալիս սովածներին, Տերն է արձակում կապվածների կույրերի աչքերը բանում է, կապվածներին արձակում է, Տերն է վայր ընկածներին կանգնեցնում, բայց մարդիկ դա չեն տեսնում, չեն հասկանում, ժողովուրդ ջան, Տերը օրհնա ձեզ, հուսացեք Աստծուն, հավատացեք Աստծուն, սիրեք Աստծուն, աղոթք արեք, աղգացեք Աստծուն եւ ապրեք Աստծուն